բարոյական շատ ուրախ եմ, որ ես մեկ անգամ հանդիպելու հնարավորություն ունեմ։ Այսօր ես ձեզ պատմելու եմ մեր ամենագեղեցիկ հետաքրքիր տոներից մեկի մասին, համբարձման տոնի մասին, որի մասին շատ չգիտեմ մեր ժողովուրդը, շատ բաներ շատ չգիտենք, բայց այսօր մենք պիտի այդ գիտելիքի պակասը լրացնենք։ Մենք հիմնականում մեր որ տոները շատ գիտենք, չէ՞, գիտենք, զատիկը գիտենք, որ տոները, համբարձման տոնը մեր ամենագեղեցիկ կախարդական տոներից մեկն է, որի ժամանակ լիքը տարբեր հրաշքներ է կատարվում, ու մեր ժողովուրդը իմացել է այդ մասին և համապատասխան կերպով նշել է այդ տոնը։ Ուրեմն նախ սկսեմ նրանից, որ համբարձման տոնը ունի այլ անուններ ևս։ Ժողովրդի մեջ այս տոնին անվանել են կամ վիճակ, հիմա ավելի ուշ կասեմ, թե ինչ է վիճակ անվանել, կամ կաթնապուրի տոն։ Կաթնապուրը կաթով պատրաստված ապուրն է, որը մեր մամաներն պատրաստում են և շատ բարիքների սիրելի ապուրներից մեկն է։ Կաթնապուրը մեր ժողովրդի մեջ սիրված ծիսական ուտելիքներից է, որը պարտադիր պատրաստել են համբարձման տոնի օրը և այնքան կարևոր է եղել համբարձման տոնի օրը այդ ապուրը պատրաստելը, որ դրա համար նույնիսկ տոնի անունը կաթնապուրի տոն են անվանել։ Այ ընկեր Աշտենը իր խոսքում նշեց, ներածական խոսքում, հարց բարձրացրեց, չէ, որտեղից է գալիս տոնը, ինչ են անում այդ ժամանակ։ Ես սկսեմ խոսել նախ տոնի արմատների մասին և նշեմ նախ և առաջ այն, որ մեր ինչպես համարյա բոլոր տոները, այս տոնը նաև գալիս է հնագույն ժամանակներից։ Դեռ մինչ քրիստոնեական շրջանից և դեռ քրիստոնեություն հայ ժողովուրդի չէր ընդունել, մենք ունեցել ենք ծեսեր, տոներ, ավանդույթներ, որոնց մեծ մասը անցել է հետագայում քրիստոնեություն ընդունելուց հետո արդեն քրիստոնյա հայ ժողովուրդի տեսահում է պահպանվել և նույնիսկ ընդունվել է եկեղեցական տոնացություն։ Եվ ըստ հայ առաքելական եկեղեցու կարգի համբարձման տոնը Քրիստոսի զատիկը հիշում եք որ տոն է, Քրիստոսի հարության տոնն է, չէ՞։ Համբարձման տոնը նշում է Քրիստոսի հարության տոնից զատիկից ուղիղ 40 օր հետո և համարվում է, որ այս տոնը նվիրված է առնչվում է Քրիստոսի համբարձման օրվան, այսինքն երբ հարություն առավ Քրիստոս 40 օր ըստ Գողգոթակարանի պատմության, չէ, 40 օր շրջեց ժողովրդի մեջ, մարդիկ տեսան, որ խաչից իջնելուց հետո հարություն է արել, կա, անմեղ է և որից հետո արդեն պայծառացումը եղավ և համբարձումը։ Եվ ահա քրիստոնեական կարգով համբարձման է նվիրված և սակայն, ես ինչպես նշեցի, արմատները քանի որ նախաքրիստոնեական են, ահա մեր տոնը ամբողջովին, այսինքն այդ օրը եկեղեցիներում կարգ է կատարվում, նշվում է և այլն, բայց տոնը որպես այդպիսի ժողովրդական ամբողջովին իր արմատներով ձգվում է դեպի միջքրիստոնեական ժամանակները։ Որոշ էլեմենտներով իհարկե խոսքը վերաբերում է սովորույթի և տոնակատարությանը, ժողովրդական։ Որոշ դեպքերում իհարկե առնչվելով էլի քրիստոնեական կարգի և սրբերի հետ։ Օրինակ, նախորդ օրը չորեքշաբթի, հինգշաբթի օրն է այս նույնիսկ տոնը, շարժական տոն է, հիշում եք, չէ՞, ինչ է նշանակում շարժական տոնը։ Եվ տարվա մեջ տարբեր օրեր են տոները։ Զատիկն է շարժական, այո։ Եվ քանի որ զատիկը շարժական է և զատիկից ուղիղ 40 օր հետո է նշվում տոնը համբարձման, հետևաբար համբարձումը ևս չէ շարժական տոն է ստացվում է, բայց լինում է միշտ հինգշաբթի օրը։ Եվ ստացվում է, որ չորեքշաբթի օրվանից արդեն մեր ժողովուրդը սկսում էր տոնակատարությունները։ Նախ առաջինը որ անում էին, այդ օրը պահում էին ծաղկամոր տոն, այսպիսի արտահայտություն կար։ Ծաղկամոր կարգի էին պահում կամ ծաղկամոր տոն։ Ըստ ժողովրդական կարգի այդ օրը Սուրբ Վարվարայի տոնն է, ծաղկամայր անվանում են Սուրբ Վարվարային, որը նախատակվել է քրիստոնեության ընդունման ակունքներում և համարվում էր, որ Վարվարային երբ աղոթքով մայրիկները դիմում են, այդ մայրիկների բալիկները չեն հիվանդանում, հատկապես պաշտպանված են բալիկները կարմրուկից և մի շատ այլ բարակիչ հիվանդություններից։ Եվ ահա ծաղկամոր տոնի առիթով ընդունված էր, որ այդ չորեքշաբթի օրը պիտի ընդհանրապես մամաները գործ չանեն, հատկապես օճառի հետ, ասեղի հետ գործ չունենան, որոնք մռմռացնող բաներ են, չէ՞, ծակող մռմռացնող
պիտի գործ չունենան, որ եւ աղոթքով դիմեն Սուրբ Բարբարային, որ իրենց երեխաները բարակի հիվանդություններով չհիվանդանան, բայց ամենակարևորը ընդհանուր առմամբ տեսեք, քրիստոնեական սրբին ծաղկամայր էին անվանում, ինչու՞, որտեղ համբարձման տոնը սա հիշում եք համար առաջինը, ծաղիկների տոն է, այդ օրը ամեն ինչի մեջ ծաղիկներ են օգտագործում, ծաղիկները ամենուրեք են, դուք այդ օրը պիտի ծաղկի պսակներ դնեք, ձեր ճամփորդության օրը ծաղիկներ փնջեք, ծաղիկներ նվիրեք իրար, եթե հարու ծաղիկներ նվիրեք ձեր մայրիկներին, կամ բոլոր ում սիրում եք, աղջնի, տղամարդին, այդ օրը ծաղիկների օր է, ծաղիկներով զարդարեք ձեր շրջապատը, տները եւ այլն։ Եվ նույնիսկ տեսեք քրիստոնյա սրբին ծաղկամայրին անվանում, որովհետև առաջին հերթին համբարձման ծաղկի տոն է։ Եվ այդ օրը ինչ էին անում, շատ ծիծաղելի բաներ են հիմա պատմելու ձեզ ուրախանալու, հատկապես տղաներին ու աղջիկների մենամասներին վերաբերող։ Ուրեմն ջահել աղջիկները վաղ առավոտյան չորեքշաբթի ասնանում էին, թափում, որ իրենց ոչ մեկ չտեսնի, գյուղից դուրս էին գալիս և հավաքում էին մի հատուկ ուժի մեջ, հավաքում էին համբարձման վիճակի փառքը։ Վիճակը բախտագուշակություն է, դա ավելի ուշ կասեմ, իրենց ճակատագիրը պիտի գուշակեին, բայց այդ փառքը կոչվում էր վիճակի փառք։ Եվ խմբերով գնում էին դաշտերում, պիտի հավաքեին 7 աղբյուրից ջուր, 7 հոսող գետից քար, 7 ծառից տերև և 7 տեսակի ծաղիկներ։ Հավաքեին ու լցնեին փառքի մեջ և այդ փառքը պիտի ավելի ուշ կտեսնենք, թե ինչ գործողություն էր կատարում և ինչի համար էր հավաքվում։ Թաքուն գնում էին, որ հատկապես հանկարծ տղաների չհանդիպեն և տղամարդկանց չհանդիպեն։ Ինչու, որովհետև ջուրի երիտասարդ տղաները թաքուն հետևում էին աղջիկներին, որ փառքը գողանան։ Աղջիկները պիտի ամեն ինչ անեին, որ իրենց փառքը պահպանեին տղաներից, իսկ տղաները չարություն էին անում։ Հետևներից թաքուն գնում էին, ով եթե տղաներին հաջողվում էր փառքը գողանալ, հաղթում էին տղաները։ Եթե աղջիկներին հաջողվում էր փառքը այնպես պահել, որ տղաներին չհաջողվի գողանալ, հաղթում էին տղաները։ Գնում էին թաքուն, հավաքում էին այդ փառքը, որից հետո արդեն որ լույսը սկսում էր բացվել, սկսում էին ծաղիկ հավաքել։ Լիքը ծաղիկներ էին հավաքում։ Նախ դաշտում երգելով հատուկ ժողովրդական, դուք ես վստահ եմ, անպայման ծանոթանաք այդ երգերին, ձեր մանկավարժները ես սովորեցնեք, հատուկ երգերով, ժողովրդական երգեր երգելով, նստում էին աղջիկները դաշտում և նախ իրենց համար ծաղկի պսակներ էին լսում, իրենց գլխներին գեղեցիկ ծաղկի պսակներ էին գնում, իրենց հագուստները զարդարում էին ծաղիկներով, ամբողջովին ամեն մեկը դառնում էր մի հատ սիրուն ծաղիկ։ Եվ լիքը ծաղիկներ հավաքած, իրենց փառչերի հետ միասին, վիճակի փառչերի հետ միասին վերադառնում էին դուրս։ Այստեղ մի պահ կանգ առնենք, իսկ մամաները տներում ինչ էին անում։ Մամաները տներում նախ տոնական կաթնապուրն էին պատրաստում, ուրեմն զատիկի նույնիսկ շատ վայրերում ընդունված չէր, որ զատիկից հետո մինչև համբարձման տոնը այդ օրերի 40 օրվա ընթացքում կաթնապուր պատրաստել, չնայած ժողովրդի մեր շատ սիրված ուտելիքներից մեկն էր։ Հատուկ ծիսական կաթնապուր էին պատրաստում և հատուկ հանդիսավորությամբ այդ կաթնապուրը ուտվում էր չորեքշաբթի օրը, համբարձման տոնի նախորդող օրը։ Նաև կաթնապուրը տանում էին, դաշտերում շաղ էին տալիս, որ դաշտերը բերի լինեն, մորեխներ, մկներ, կրծողներ դաշտերում չլինեն, այսինքն կաթնապուրը ծիսական ուտելիք էր նաև դաշտերն ու բերքատվությունը պահպանելու համար։ Նաև իբրև համբարձման տոնի ժամանակ շատ չեն արել, բայց Սյունիքում օրինակ հինավուրց պահպանված մի ծես կա, կաթնապուրի ծես են ասում, որ արել են հատուկ ծիսակատարությամբ և բաժանել են անձրև բերելու համար, եթե երաշտ է եղել և անձրևաբեր չի եղել տարին, որ անձրև գա, դաշտերը ոռոգվել։ Այնպես որ անձրևը իրականում մենք այսքան շատ անձրևներ ենք հիմա գալիս, անձրևն իրականում մեծ երջանկություն է հողագործության համար, որովհետև դաշտերը չէ, ջրում է և բերի բերքերին է։ Եվ ահա կաթնապուրը ահա այսպեսի ծիսական նշանակություն ունի։ Եվ նաև ինչպես է, չէ, որ մատաղ են անում 7 տեղ են, չէ, բաժանում ժողովրդական սովորությամբ։ Այդպես կաթնապուրը նաև հարևաններին, բարեկամներին 7 տեղ բաժանում էին և իրար հյուրասիրում էին։ Նաև մեր մամաները, մեր ժողովրդի մեջ ամենատարբեր ծիսական գործողություններ էին կատարում տունը պաշտպանելու համար, որովհետև ևս մի երկրորդ կապ շատ կարևոր մի բան նշեմ, հիշեք։ Համբարձման գիշերը արդեն երեկո է, արդեն մուտքը
բացվում էր։ Համարվում էր, որ աստղերը մոտենում են իրար, համբուրում եւ հեռանում են։ Լեռները մոտենում են իրար, որ քնում են, համբուրում են եւ հեռանում են։ Նույնիսկ այդպիսի բանաստեղծություններ կա եւ ժողովրդական պահպանված խաղիկներ, երգեր կան եւ նաեւ մեր բանաստեղծների մոտ բանաստեղծություններ կա, որ նկարագրում են շատ գեղեցիկ այդ տեսարանները։ Ամբողջ բնությունը զարթնում է, համբուրվում, ողջագուրվում եւ տոնում է հանդարտման օրը։ Նաեւ այսպիսի մի հետաքրքիր առասպել պատմեմ։ Համարվում է, որ մեհերի դուռը բացվում է, գիտեք, չէ՞ հիշում եք, փոքր մեհերը որ բացված էր, չէ՞, մտել է, չի բացվել, մտել է անձավի մեջ, դուռը փակել է նեղացած բոլորից, ու ասում է, երբ որ աշխարհը կփոխվի, նոր դուրս կգա։ Տարին մեկ մեհերի դուռը բացվում է հենց համբարձման գիշերը։ Եվ այսպիսի մի կախարդական պատմություն կա, որ մի հոբիտ մի օր այդ տեղերով անցնելիս տեսնում է մեհերի դուռը բացվել է եւ ներսում գանձերի շողշողում են, գանձերը շողշողում, ոսկի արծաթ, թանկագին քարեր, զանազան շատ գեղեցիկ հետաքրքիր իրեր ու մտնում է անձավ, հարստություն է վերցնում, դուրս է գալիս անձավից, մեկ էլ հիշում է, որ իր ձեռնափայտը մոռացել է անձավում։ Նորից հետ է գնում, որ իր ձեռնափայտը վերցնի ու դռները փակվում են, անձավի մուտքը փակվում է, հովիտը մնում է ներսում։ Ու մի տարի հետո, երբ որ նորից դռները բացվում են մեհերի դռան, հովիվը ողջ առավ իր ձեռնափայտը ու գանձերով դուրս է գալիս։ Այսպիսի երջանիկ ավարտ է հովի պատմությունը։